Հաճախորդների 95%-ը գալիս է բնական կառուցվածք ունեցող եղունգների ետևից, եւ միայն 5%-ը երբեմն կարող է ցանկանալ կամարային մոդելավորում ունեցող եղունգներ։ Այսօրվա հոլովակով կոտրելու են բոլոր կարծրատիպերը ինստագրամյան եղունգների վերաբերյալ, որն էլ հիասթափության պատճառ է դառնում հատկապես սկսնակ մատնահարդարների համար։ Ողջույն, եթե առաջին անգամ ես իմ ալիքում, ապա ասեմ, որ գտնվում ես առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում, որն արդեն իսկ ունի գրեթե 8 միլիոն դիտումներ, հավատարիմ հետևորդներ ու 1500-ից ավելի էլ հոլովակներ։ Այնպիսի հոլովակներ, որտեղ իսկապես մանրակրկտորեն ցույց է տրվում ամբողջ աշխատանքը ու բացատրվում են այնպիսի գաղտնիքներ, որոնք դուք բազում տեղեր փնտրելուց միգուցե այդպես էլ չգտնեք։ Եթե իսկապես առաջին անգամ ես իմ ալիքում, ուրեմն անպայման բաժանորդագրվիր, որովհետև սա քեզ համար մեծ ձեռքբերումների էջ է լինելու։ Այ հիմա սկսեցինք։ Ինչպես տեսնում եք, հեռացնում եմ նախկին աշխատանքը եւ ոչ միայն վերևից ներքև եմ տանում, այլ վերև ներքև շարժումով եմ կատարում հեռացման process-ը, որն էլ 2-3 անգամ արագացնում են ամբողջ աշխատանքիս ընթացքը։ Դուք այս պահին ձեր էկրաններին տեսնում եք բնականից ներքև կախվող եղունգներ։ Նկատում եք փորիկի հատվածում ինչքան ուռուցիկ է։ Չնայած նրան, որ այս հոլովակը վաղուցվա է, բայց ես հիշում եմ ամեն ինչ։ Այս հաճախորդը եղել է ինձ մոտ մշտական եկող մոդել, ու նրա եղունգների վրա մենք երբևիցե չենք կատարել բնական եղունգի բարձրացում, այսինքն արհեստական նյութով բնական եղունգի վրա այնպիսի եզր չենք կառուցել, որը կբարձրացնի նրա ներքև կախվող եղունգները։ Ու գիտեք ինչու, որովհետև հաճախորդն այդպես է ցանկացել։ Ու գիտեք ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մարզերում, գյուղերում գտնվող կանայք եւ աղջիկները ոչ բոլորն են գնում եւ ցանկանում, որպիսի լիցքանյութերով տարբեր ձևերով ձևափոխվեն իրենց եղունգները։ Ու գիտեք նաեւ ինչու, որովհետեւ մեծամասնությունը վախենում է ասել, որ 2-ից 3000 դրամով է ընդամենը գելլականում։ Ու չգիտես ինչու ոչ ոք նաեւ չի խոսում այն մասին, որ հաճախորդների մեծամասնությունը, երբ որ գալիս են ու առիթի չունեն գնալու, եթե կոտրված եղունգ ունեն, նրանք չեն ցանկանում այդ եղունգը երկարացնել արհեստականորեն։ Նրանցից շատ քիչ մարդ կարող է լինել։ Իսկ մեծամասնությունը ասում է. լավ դե մատնահարդար ջան, ոչինչ։ Մեկ այս անգամ տաննեմ, առիթ չունեմ, այդ մի մատս մի երկարացրու, չի էլ երևա մնացածները խարտես։ Ու ես վստահ եմ, որ հիմա շատերը այս հոլովակը նայելուց ժպտում եք իմ ասած խոսքերի վրա, որովհետև գիտեք, որ այդ ամենը այդպես է։ Մեծամասնությունը նաև թեկուզ եւ դիզայնը նվեր է անում, կամ հաճախորդների մեծամասնությունը, երբ որ լսում են, որ 1000 կամ 2000 դրամ ավելանալու է դիզայն կամ ֆրենչ անելու համար, ապա նրանք հեշտությամբ հրաժարվում են իրենց ցանկացած դիզայնից։ Չէ, դե իհարկե հիմա այս ամենը ինչ որ ես ասացի, դա բոլորին չի վերաբերվում բնականաբար։ Հիմա այստեղ հանկարծ թուր ու թվանքով չգաք մեկնաբանությունների բաժնում ու գրեք, եթե անգամ հաճախորդներն են հիմա նայում։ Ես հասկանում եմ, որ այստեղ եկեք չմոռանանք, լավ, որ ես ամենասկզբում եղել եմ մատնահարդար, ունեցել եմ հաճախորդների այնպիսի հսկայական բազա, որ ամսական ամենակիչը մոտավոր 120 հոգի հաճախորդ եմ սպասարկել։ Ու ես ինքս շատ լավ գիտեմ հաճախորդների տեսակների, մարդկանց տեսակների մասին։ Ոչ ոք չի ասում նաև, որ մատնահարդարների մեծ մասը չեն ավելացնում իրենց աշխատանքի արժեքը, որովհետև վախենում են, որ հաճախորդները կգնան։ Ու այո, հաճախորդները հաստատ կգնան։ Չգիտեմ ինչու է այդպես, բայց հաճախորդներին դժվար է համոզել, որ գիտես, որ արդեն այդ մատնահարդարը ավելի բարձր դասընթացների է մասնակցել, ավելի շատ փաստաթղթեր ունի, ավելի բարձր դիրք է գրավում այս ասպարեզում եւ բնականաբար պետք է վարձատրվի ավելի բարձր։ Չէ, մեր հաճախորդները հեշտությամբ կարողանում են հրաժարվել իրենց սիրելի մատնահարդարներից ու գնալ այնտեղ, որտեղ որ ավելի մատչելի է։ Մատնահարդարներ ջան, ես գիտեմ, որ ձեզանից շատերը կան, որ հենց հիմա մեկնաբանությունների բաժնում հանգիստ կարող են գրել, որ ճիշտ եք ասում, իմ հաճախորդներից գնացել են այլ տեղ, թեկուզ եւ ավելի մատչելի, թեկուզ եւ ավելի թանկ են վճարել եւ շատ խորը վնասված եղունգներով ետ են վերադարձել ինձ մոտ ու խոստացել են, որ այլևս չեն դավաճանի։
Եղել է չէ այդպես, որ անգամ դուք չգրեք էլ, ես գիտեմ, որ մեծամասնության մոտ այդպես եղել է։ Ոչ ոք չի խոսում այն մասին, բայց անգամ ամենահասարակ, ամենասովորական մատնահարդարում անող աղջիկները, եթե վարում են էջ, եթե ունեն էջ վարել, ես նկատի չունեմ, որ իրենք են եթերում ի հայտ գալիս, խոսում եւ այլն, այլ ուղղակի տեղադրում են իրենց կատարած աշխատանքները։ Բնականաբար դուք կարող եք հաստատ ձեր էջում տեղադրել օրվա 5-6 հատ կատարած աշխատանքից 1 հատը կամ 2 հատը, որովհետև այն մնացած ուղղակի արագ եկել են, արել են ամենասովորական, ամենակարճ, քիփ կտրած եղունգի վրա սովորական դատարկ կելլակ ու գնացել են։ Իսկ ինչու եք այդքան աշխատանքից 1-2 նկար տեղադրում, որովհետև այդ 1-2 հատը կամ լիցք եք արել, կամ ամրեցման կարիք է եղել, շատ նման է եղել մոդելավորման, կամ մոդելավորել եք, կամ բարեբախտաբար բնական եղունգի կառուցվածքը հենց ինքն իրենից էլ եղել է իդեալական։ Դե որովհետև Instagram-ի էջը իդեալական պետք է լինի, չէ՞։ Իր էսթետիկ տեսքը պետք է լինի իդեալական, որ այլ հաճախորդներ գրավի։ Եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Չէ, ես ամենևին չեմ համոզում, որ այն աշխատանքը, որը ձեզ էլ դուր չի գալիս, տեղադրեք ձեր էջում, բայց ես վստահ եմ, որ բոլորդ էլ հաստատ ունեք տարիքով մեծ հաճախորդներ, բայց չգիտես ինչու բոլոր Instagram-ներում միայն շատ երիտասարդ էսթետիկ ձեռքեր են։ Իսկ դու գիտեք, որ այդ ամենը որքան ծանր են տանում սկսնակ մատնահարդարները, որովհետև նրանք սկսում են բնականաբար իրենց բարեկամների, ընկերուհիների եղունգները հարդարելուց ու արդյունքում տեսնում են, որ չի ստացվում այն, ինչ որ տեսել են Instagram-ում։ Հիասթափվում են ու կարծում են, որ իրենց մոտ այս աշխատանքը այդպես էլ չի ստացվի։ Խոսքս ուզում եմ ուղղել հենց սկսնակ մատնահարդարներին։ Դուք կարող եք դիտել այս հոլովակները ու նկատել, որ նրանց մեջ շատ քիչ կան մոդելավորված եղունգներ։ Ես մեծամասամբ ցույց եմ տալիս, թե ինչպես բնական եղունգից հնարավորինս ստանալ իդեալական եղունգ։ Եվ այո, չեմ վախենում հնարավորինս բառից, որովհետև իսկապես բնական եղունգը ոչ մեկը մյուսին նման չէ, անգամ նույն մարդու երկու ձեռքերի վրայի եղունգները իրար նման չեն, էլ որ մնաց մատները հատ առ հատ լինեն իրար նման։ Սիրելի սկսնակ մատնահարդարներ, ես ձեզ վստահաբար ասում եմ, ես ինքս քաջատեղյակ եմ, որ դուք սկսել եք ձեր մտերիմների եղունգները հարդարելուց եւ բնականաբար ոչ այնքան շատ նյութածախս եք անելու այդ մարդկանց եղունգների վրա եւ ոչ էլ նրանք են ձեզանից պահանջելու ինչ որ մեծ մասշտաբների աշխատանք անել ցանկացած եղունգի վրա։ Բնականաբար դուք աշխատելու եք այն եղունգի վրա, ինչ որ ունեք։ Ու սիրելի սկսնակ մատնահարդարներ, խոսքս լավ հիշեք, երբ որ ձեզ մոտ էլ սկսեց ստացվել աշխատանքը իդեալական, դուք եք տեղադրելու ձեր Instagram-յան էջերում միայն այն գործերը, որոնք այդ պահին իդեալական են ստացվել։ Ուշադրություն, մինչև որ կհասնեք այն աստիճանին, որ ես մաղթում եմ բոլոր մատնահարդարներին, երբ որ դուք ինքներդ կընտրեք, թե որ հաճախորդները կան ձեզ մոտ եղունգները հարդարելու, ու այդ ժամանակ, եթե անգամ օրվա մեջ 2-ից 3 գործ կունենաք ու թանկարժեք ու բոլորն էլ իդեալական, դուք բոլորն էլ կտեղադրեք ձեր էջեր, որովհետև վաղուց այն եղունգները կամ այն մարդկանց տեսակները, որոնց հետ դուք շատ դժվար եք աշխատել, այլևս չեն գա ձեզ մոտ, որովհետև դուք ինքներդ ձեզ տվել եք այդ հնարավորությունը ինքներդ ընտրելու ձեր հաճախորդներին։ Այնքան եմ ուզում, որ այս հոլովակը դիտելուց անընդհատ կադրերը առաջ տալով չդիտեք, որովհետև այս ինֆորմացիան, ինչը որ ես ձեզ հիմա տալիս եմ, այն մոտիվացիան, որը որ ես հիմա փոխանցում եմ էկրանից այն կողմ, ես վստահ եմ, որ ինչ որ մեկը հենց այդ պահին ուներ դրա կարիքը, ինչ որ մեկը այդ պահին չուներ, բայց հետագայում կհիշի, որ ամեն մի բառ խորը մնացել է նրա ուղեղում ու սրտում ու իրեն պետք է եկել։ Ինչ որ մեկն էլ վերջապես կմոտիվացվի եւ կորոշի, որ վերջ, ես այո դառնում եմ մատնահարդար ու կլինեմ ամենալավ մատնահարդարներից մեկը։ Ինչ որ մեկն էլ վերջապես կհասկանա, որ այո, իր տեղանքին, իր ապրած վայրին համապատասխան գումարով է աշխատում։ Ու եթե անգամ հաճախորդներ կդիտեն այս հոլովակը, իրենք էլ կհասկանան, որ պետք է հարգել ու ճիշտ գնահատել մատնահարդարի աշխատանքը։ Երբ որ ես տեսնում եմ այնպիսի մատնահարդարներ, որոնք այսօր ինչ որ չափով անում են այնպիսի աշխատանք, որը բավականին մեծ է, ունեն մեծ առաջընթացներ, ոչ ոք չի շեշտում, որ նրանք բոլորն էլ եղել են ինքնուս, այսինքն բոլորը միաբերան ասում են, որ հարկավոր է սովորել, ինքնուրույն բաներ մի արեք, ինքնուրույն եք արել դրա համար չի ստացվել, ինքնուրույն եք արել դրա համար փչացրել եք եղունգները, իսկ ես ձեզ կասեմ հակառակը։ Ցանկացած մատնահարդար, ցանկացած ինստրուկտոր, մատնահարդարման ուսուցիչ, մատնահարդարման դպրոց բացած մարդիկ, բոլորն էլ
ամենասկզբում սկսել են ինքնուս փորձարկելուց, որովհետև տեսել են, գրավել է, հավանել են, իրենց այդ ասպարեզում զգացել են շատ հանգիստ եւ կարծել են, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձուկը ջրում ու բնականաբար սկսել են փորձեր անել, ոչ ոք հենց առաջին քայլով չի որոշում գնալ սովորելու։ Բոլորն սկզբում փորձեր են անում, երբ որ տեսնում են, որ իրենց մոտ ստացվել է, արդեն բնականաբար հետագայում զարգացնում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում դասընթացներ, ստանում են համապատասխան փաստաթղթեր, սովորում են, զարգացնում են ձեռքը, ունենում են հաճախորդների բազա, իսկ եթե դուք ունեք հաճախորդների բազա, պրակտիկան ավելի է մեծանում, հետևաբար ձեր աշխատանքի որակը, ձեռքի որակը ամբողջովին փոխվում է ու դառնում է օրեցօր ավելի իդեալական։ Ու ես վստահ եմ, ձեզանից շատերը եղել է, որ աշխատանք են արել ու շատ են հավանել իրենց աշխատանքը, ու երբ որ հաճախորդը 1 ամիս հետո եկել է, նույն հաճախորդը 1 ամիս հետո եկել է, դուք այդ 1 ամսվա ընթացքում այնքան շատ եք աշխատանք արել, որ այդ 1 ամսվա ընթացքում ձեր ձեռագիրը շատ է փոխվել։ Ու անգամ նախորդ անգամվա եկած ձեր հաճախորդը, ում աշխատանքը այդքան հավանել էիք, այս անգամ նայում եք ու մտածում, լավ, ես ինչ աշխատանք եմ արել, ես այս անգամ հաստատ ավելի լավը կարող եմ անել։ Եվ դա այդպես է, միշտ էլ այդպես է լինելու։ Այսօրվա հոլովակում ես ձեզ աշխատանքը ցույց տվեցի, բայց աշխատանքի մասին ոչինչ չասեցի։ Այստեղ բոլոր նյութերն օգտագործված են Nunail brand-ից բացառությամբ 1-2-ի։ Nunail brand-ը դուք կարող եք գտնել եւ Instagram-ում եւ Viber-ում գրելով ուղղակի Nunail brand, դուք կտեսնեք ամբողջ պրոդուկցիան։ Ու ես այսօր իրականում այս հոլովակով ավելի կարևոր գտա մոտիվացնել ու խոսել այս մասին, որպիսի շատ շատերը ու հատկապես սկսնակ մատնահարդարները ավելի հանգիստ վերաբերվեն այս ամեն ինչին ու պայքարեն ու հասնեն այս մասնագիտության գագաթնակետին։ Ու ի դեպ, ամեն մեկի համար գագաթնակետը մի բան է նշանակում։ Մեկն ուզում է լինել շատ հմուտ մատնահարդար, շատ հաճախորդներով։ Մյուսն ուզում է լինել արդեն իսկ մատնահարդարման ինստրուկտոր շատ ուսանողներով։ Իսկ ես էլ այդ ամենը միասին ու պլյուս իմ բրենդը, իմ արտադրանքը ունեմ։ Այսինքն ամեն մեկը իր համար այդ ամենավերջնակետը տեսնում է այնտեղ, որտեղ որ ինքն է պատկերացնում։ Կարևոր է չկոտրվել, պայքարել ու այդքան շատ չխաբնվել ինստագրամյան գեղեցիկ կադրերին։ Միևնույն է, վաղը մյուս օր, երբ որ դուք էլ հմուտ դառնաք, դուք էլ եք այդպես անելու, որովհետև Ինստագրամը սիրում է էսթետիկա։ Այսօրվա համար այսքանը։ Ես կարծում եմ, որ բավականին շատ ինֆորմացիա տվեցի, շատ լավ մոտիվացրեցի ու ես անպայման կսպասեմ հետադարձ կապին, սպասելու եմ մեկնաբանություններին։ Այսօրվա հոլովակը լրիվ կարծես այլ թեմայի մեջ էր, ավելի մոտիվացիոն էր ու հետադարձ կապը ինձ համար այս անգամ շատ ավելի կարևոր է լինելու, քան մշտապես եղել է։ Դե իսկ ամենավերջում մենք ունեցանք այսպիսի աշխատանք, որտեղ եղունգները ընդհանրապես եզրերը խարտելու օգնությամբ են բարձրացել վեր։ Ոչ մի այլ գործողություն, ոչ մի մոդելավորում, ոչ մի հավելյալ նյութով մենք չենք բարձրացրել եղունգների եզրերը։ Ձեր հաճախորդների 95%-ը գալիս է այս եղունգների ետևից։ Կհանդիպենք։